Այսություն, այդ կաբել, հա, վտանգավոր է, համար չկտրվի, մարդիկ Шик, Никита Сергеевич! Բալիս, ժողովուրդ ջան։ Հուլիսի 29-ն է, գտնվում ենք Երևան Երաստ Մեղրի ավտոճանապարհի Արարատի մարզի վարչական տարածքում ժողովրդին ավելի շատ հայտնի Վեդի կամրջի մոտ, գիտեք, կառավարության ֆինանսավորմամբ այս կամուրջը, որ սովետական տարիներին արդեն կառուցված է եղել, շահագործվել է, սակայն այն ամբողջությամբ դարձել էր վթարային, ապամոնտաժվում է, այս հատվածն արդեն ամբողջությամբ ապամոնտաժվել է, հիմա այս հատվածն է ապամոնտաժվում, որից հետո մյուս հատվածը դեպի Երաստ գնացող հատվածի այդ բետոնե փտած, այտենց էլ ասում եմ, փտած, դարն ապրած սյուներով, իր ծածկով սաղ ապամոնտաժվել է, որից հետո արդեն կառուցվելու է նոր ըստ ինձ հասած տեղեկությունների մի քիչ բարձր եւ լայն կամուրջ։ Գիտեք, Հայաստանում մեծ թափով մի քանի տարի է իրականացվում է կառավարության ֆինանսավորմամբ ճանապարհների վերանորոգման, հիմնանորոգման, նույնիսկ նորերի կառուցման աշխատանքներ եւ դրա մեջ մտնում է նաեւ կամուրջների հիմնանորոգումն ու նորերի կառուցումը։ Եվ հիմա աշխատանքները մեծ թափով սկսվել է Արարատի մարզում, հայտնի Վեդի կամուրջն է, որտեղից ճանապարհը գնում է դեպի Շիրազլու, Ոսկետապն է, չէ՞, Շիրազլու, Ոսկետապ գյուղեր, իսկ որպեսզի հետաքրքրասեր վարորդները մեքենաները չկայանեն, խցանումներ տեղի չունենան, աննպատակ չխանգարեն ճանապարհաշինարարներին, տեղում մինչև աշխատանքների սկզբից մինչև
առավոտյան ժամը 6-ից մինչև ուշ երեկո այստեղ ծառայություն են կատարում ներքին գործերի նախարարության, ոստիկանության, բարեկային ծառայության, Արարատի մարզի գումարտակի երկրորդ վաշտի պարեկները հսկողությունը դրված է վաշտի հրամանատարի վրա, այս պայն տեսնում եք, նա նույնպես այստեղ է, նրանց ներկայությունը շատ է օգնում ոչ միայն ճանապարհաշինարարներին, այլ նաև որոշ վայ վարորդներ չեն համարձակվում մեքենաները աննպատակ կայանեն ու խոչընդոտ ստեղծեն ճանապարհաշինարարների համար։ Հիմա այս մասը, հեսա պրծնում եք, հետո այն մասը, չէ՞։ Որ ընկերություններ, այն որ ասիկ է։ Տրանսմոնտաժին։ Հա, կարևորը ասում են ճանապարհաշինարարության կամուրջների կառուցման գործում հարուստ փորձ ունեք, կարևոր է դա ու հաստատ որակով կանեք, որովհետև ձեր ամեն օրվա ճամփեն է։ Ամենակարևորը շինարարները, ճանապարհաշինարարները հարակից գյուղերում են ապրում, հաստատ բրակ նյութ գործ չեն անի, էլի։ Սովետի ժամանակ հիշում եք, չէ՞ ոնց էր, կամուրջը որ սարքում են, շահագործման ժամանակ պրարաբին բանին կայնացնում են կամուրջի տակ։ Մենք այդեք վեր է։ Հա։ Տեսա, տեսեք, պարեկները տեղում ծառայություն են կատարում, այս նաև առիթից օգտվելով կարելի է խնդրանքով դիմել կառավարությանը, որպեսզի այս ճանապարհին ևս 2-3 նմանատիպ կամուրջներ կան, որոնք արդեն կարելի է ասել նույնպես պիտի քանդվի ու տեղը նորը կառուցվի։ Երկու անգամ էլ իմ տեղեկություններով աշխատանքներին հետևելու համար անակնկալ ժամանել է տարածքային կառավարման ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդացյանը եւ Արարատի մարզպետը։ Առավոտը 6-ից գալիս եք ստեղ էլի, որ 6:20 արդեն ստեղ է։ 6:20-ից այստեղ են լինում, հենա վաշտի հրամանատարն է եւ աշխատանքներն էլ նաեւ հետևում է բարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի ծառայության ավագ տեսուչ Սահակ Թաթևոսյանը։ Նույնիսկ փակակից բացեմ, պարեկները իսկի ընդմիջման հետ չեն գնում, վաշտի հրամանատար Վահան Սանթելյանի հետ այստեղ են պեյրիվ անում, ընդմիջում է այստեղ են անում, որ
Բան խիչ եք անում, ջրում էլի ջրում։ Ջրում։ Խիչ եք ջրում։ Երևանում օրինակ ջրում են էլի։ Այս փոշին խանգարելի է ձեզ էլի։ Հա։ Էսի հիշում ես այս կամուրջը ինչ էր, լրիվ վտանգավոր, հա մի հատ բեռնատար էր անցում, քեզ թվում էր հեսա կընգնի, ստեղ էլ եք էլի ծառայություն կատարում, որ միամիտ չգան մտնեն էլի, հա Սենց մեքենան գնում էր բեռնատարը կամուրջն հենց էր ճոճվում քեզ թվում էր թե Այք ժողովուրդ, լրիվ արդեն բետոնները լրիվ արդեն քայքայվել է։ Դրա համար է 0-ից ընտիր կամուրջ է սարքվում։ Այստեղ երկնել առավոտ 6-ից մինչև աշխատանք թերի ավարտի շինարարները այստեղ ծառայություն են կատարում, որ հետաքրքրասերները չկանգնեն, չխանգարեն ճանապարհաշինարարներին։ Հուլիսի 29-ն է,
Սա էլ գտնվում ենք էլի վեդի կամրջի վրա, այն հատվածում, որտեղ արդեն ապամոնտաժվել է ոսկետապ Շիրազլու գյուղից դեպի Մայրուղի տանող հատվածն է։ Այս կամուրջը սովետական տարիներին էր կառուցված եւ իր գործը շատ լավ կատարել է, կամուրջը նպատակին գործել է, սակայն որ ասում 40-50 տարի անցել է կամրջի կառուցումից եւ հիմա տեսնում եք այն վերևի հատվածում տեսնում եք բետոնի սյուները ծածկ ամբողջությամբ քայքայված, փտած, հիշում եմ այստեղով այն կողմից որ գալիս էին բեռնատարները կամրջի վրայով անցնում էին որպեսի գնային դեպի երազ, այստեղ կամուրջը ճոճվում էր, քեզ թվում էր հեսա կամուրջը փլվելու է, դրա համար էլ տևական ժամանակ երթևեկությունը այս կամրջի վրա դադարեցվեց եւ հիմա տեսնում եք կառավարության ֆինանսավորմամբ հիմնանորոգվում է այս պայն արդեն ինչքան ժամանակ է կատարվում է ապամոնտաժման աշխատանքներ, տեսեք ավարտից հետո եթե չեմ սխալվում նույնիսկ ինձ հասած ինֆորմացիա առանձին ընտիր հանգույց է կառուցվելու ու կամրջի լայնությունն էլ ավելի լայն է լինելու, ոչ թե ներկա լայնությամբ է լինելու։ Այստեղ էլ ասում, այստեղ էլ են պարեկները ծառայություն կատարում, պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի երկրորդ վաշտի պարեկները, որտեղ մանավանդ գիշերային ժամերին երբեմն վարորդները չիմանալով որ կամուրջը ապամոնտաժվում է, ուզում են առաջ գան, բայց հենց պարեկայինի ավտոն տեսնում են, փարոսիկները միացված, իհարկե ով ամբողջ գիշեր չեն մնալու պարեկները այստեղ, որ ասում որ այստեղ հո չեն իրանց գիշերը անցկացնելու, բայց հիմնականում երբ շինարարները աշխատանքներ են կատարում, այդ ժամանակ առավոտը ժամը 6-ից մինչև ուշ երեկո իրենց գործը կատարում են պարեկները, ինչը որ հաստատ շահում են եւ շինարարները եւ վարորդները